Ողջույն հարգելի ունկնդիր, դե վերջերս երևի լսեցիք Գյումրիում ու Բյուռավարում հացի փռերի գործունեությունը կասեցրել էին։ Հա, եղավ այդպիսի բան։ Դե դա միանգամից մտածելու տեղիք տվեց, բայ ինչ կանոններ կան ընդհանրապես, որ մեր կերած սնունդն անվտանգ լինի, հատկապես ասենք սրճարաններում, ռեստորաններում։ Այսօր հենց այս թեմայով ենք ուզում մի քիչ խորանանք, դուք մեզ մի շարք նյութեր եք տվել, օրենքից հատվածներ կան, հիգիենայի կանոններ ռեստորանների համար, ՍԱՏՄ-ի, ընտեսչական մարմնի կայքից ինֆորմացիա, FEDSAS ստանդարտներ, կառավարության որոշումից տեխնիկական կանոնատարքը։ Այո, բավականին համապարփակ նյութեր են։ Հա, ու մեր նպատակն այսօր այս ամենից հասկանալն է, որն է հիմնական պահանջը, ինչ պետք է արվի իրականում, որ սնունդն անվտանգ լինի, ու կփորձենք հատկապես նայել այն կետերը, որոնք ձեզ որպես սպառողի կամ դե ոլորտում աշխատողի կարող են հետաքրքրել։ Շատ լավ։ Եկեք սկսենք հենց օրենքից։ Ո՞րն է դրա, այսպես ասած, գլխավոր ասելիքը։ Դե օրենքի հիմնական նպատակը շատ հստակ է՝ պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը։ Ինչից՝ սննդի միջոցով փոխանցվող վնասակար ազդեցություններից։ Այսինքն բոլոր փուլերին է վերաբերում։ Ամբողջ շղթային, այո։ Սկսած դաշտից մինչև, ասենք, արտադրություն, տեղափոխում, պահեստ, վաճառք, հանրային սնունդ, ու ոչ միայն սննդին, այլև փաթեթավորմանը, ինչի հետ որ սնունդը շփվում է։ Այն, որ ասում է սննդամթերք, դա շատ լայն հասկացություն է, չէ՞։ Փաստորեն ինչ ուտում խմում ենք, մտնում է մեջը։ Այո, շատ լայն։ Ներառում է ամեն ինչ՝ կենտանական, բուսական, մանրէաբանական, նույնիսկ արհեստական ծագման։ Կապ չունի բնական է, մշակված թե վերամշակված։ Նույնիսկ ծամոնը։ Նույնիսկ ծամոնը։ Ջուրը, խմիչքները, ալկոհոլային թե չէ։ Կահայերը, այսինքն այդ հավելումները։ Այս լայն սահմանումն էլ ցույց է տալիս, որ մոտեցումը համակարգային է։ Իսկ օպերատոր ասելով ում նկատի ունի։ Բոլորին, ովքեր այս շղթայում ներգրավված են։ Ֆերմերից մինչև ռեստորանի տեր, իսկ վերահսկողը, լիազոր մարմինը, դա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է, ՍԱՏՄ-ն։ Իսկ սպառողի տեսանկյունից ամենաառաջին բանը, որին ուշադրություն ենք դարձնում, երևի պիտանիության ժամկետն է։ Անպայման։ Օրենքը շատ հստակ է։ Ժամկետը լրացավ, վերջ։ Սնունդը համարվում է վտանգավոր ու օգտագործման ենթակա չէ։ Իսկ ի՞նչն է համարվում վտանգավոր։ Միայն ժամկետանցը։ Ոչ միայն։ Վտանգավոր է ցանկացած սնունդ, որը կարող է վնասել առողջությանը, եթե նորմալ ձևով օգտագործես։ Բայց իրավականորեն հա, ժամկետանց հինելուց բացի վտանգավոր է նաև, եթե ասենք չի համապատասխանում անվտանգության պահանջներին կամ չունի դա հաստատող փաստաթուղթ։ Օրենքում միտեղ էլ հետագծելիություն բառն է շեշտված։ Դա ի՞նչ է նշանակում։ Հա, նայեք, դա կարելի է պատկերացնել որպես սննդի, այսպես ասած, անձնագիր։ Ամեն օպերատոր պետք է կարողանա ասել իր մոտի սնունդը որտեղից է ստացել ու ում է տվել, բացի վերջնական սպառողից իհարկե։ Իսկ դա ինչի համար է կարևոր։ Չափազանց։ Եթե հանկարծ պարզվի, որ մի խմբականակ վտանգավոր է, այս համակարգը թույլ է տալիս շատ արագ հասկանալ որտեղից է խնդիրը, ում մոտ է այդ սնունդը հայտնվել ու արագ հետ քանշել շուկայից։ Այսինքն վնասը նվազագույնի հասցնելու համար բիզնեսները պարտավոր են այսպիսի համակարգեր ունենալ։ Հասկանալի է։ Պատասխանատվությունը մեծ է։ Իսկ հենց արտադրության փուլում ինչն է կարևոր։ Դե արտադրության համար էլ մի քանի հիմնական բան կա։ Անվտանգ հումք ու ջուր պետք է օգտագործվի։ Տարածքները, սարքավորումները պետք է մաքուր լինեն, պարբերաբար ախտահանվեն, որ աղտոտում չլինի։ Ու շատ կարևոր մի բան, օրենքը պարտադրում է ներդնել ՎՎՀԿԿ համակարգը։ ՎՎՀԿԿ HACCP-ը, չէ՞։ Հա, HACC, վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգ։ Դրա մասին մի քիչ ուշ ավելի մանրամասն կխոսենք։ Ու իհարկե անձնակազմի ուսուցումը։ Պետք է իմանան կանոնները։ Լավ, անցնենք մակնշմանը։ Մեզ, սպառողներիս համար, ինչն է ամենակարևորը։ Խանութում նայում ենք պիտակին, ինչ պիտի տեսնենք անպայման։ Ամենաառաջինը պիտի լինի հայերեն ու կարդացվող։ Սա ձեր իրավունքն է։ Ինֆորմացիայի մասով շատ բան պիտի նշվի, բայց եթե ամենաէականները առանձնացնենք, դա անվանումն է ու բաղադրությունը։ Հատկապես, ինչպես արդեն նշեցիք, ալերգենների ցանկը պետք է հստակ լինի։ Հա, դա շատ կարևոր է։ Հետո արտադրման ու պիտանիության ժամկետները։ Սա կրիտիկական է։ Պահման պայմանները, որ դուք էլ տանը ճիշտ պահեք, ու արտադրողի կամ ներմուծողի տվյալները, ծագման երկիրը։ Մսի մասով կարծես ավելի մանրամասներ։ Այո, տեղական մսի դեպքում նույնիսկ պահանջվում է նշել սպանդանոցի անունը, սպանդի օրը, նույնիսկ կենդանու բուծման երկիրը։ Սա բավականին բարձր թափանցիկություն է ապահովում։ Ու շատ կարևոր է արգելվում է փոխել մակնշումը կամ ժամկետանց սնունդը նորից փաթեթավորել։ Դե դա հասկանալի է։
Անինքում նաև նորահայտ կամ հատուկ նշանակության սնունդ կար։ Դրանք երևի ավելի խիստ են վերահսկվում։ Հա, դրանց համար պետական գրանցում է պետք, անվտանգության հավելյալ հիմնավորում։ Օրինակ, մանկական սննդի մեջ կարող են ԳԾՕ-ներն արգելված լինել։ Բայց դե պետք է հիշել, որ այս բոլոր կանոնները չեն վերաբերում են սննդին, որ դուք տանը ձեզ համար եք պատրաստում։ Շատ լավ։ Օրենքի մասով պատկերը պարզ է, բայց հիմա գործնական մասը։ Այս ամենը ո՞նց պետք է կիրառվի, ասենք այն սրճարանի խոհանոցում, որտեղ սուրճ ենք խմում։ Ձեր տված նյութերում, հատկապես ռեստորանների հիգիենայի մասին, կարծես երկու հիմնական ռիսկի վրա են շատ կենտրոնացած՝ խաչաձև աղտոտում ու ջերմաստիճան։ Այդ խաչաձև աղտոտումը մի քիչ վախենալու է հնչում։ Հա, բայց դա շատ իրական ռիսկ է, ու դրա կանխարգելումը նույն հիմքերից մեկն է։ Պարզ ասած դա այնն է, երբ վնասակար մանրեները հում մթերքից, օրինակ հում մսից, անցնում են պատրաստի ուտելու ենթակա սննդին։ Ինչպես։ Ձեռքերով։ Կարող է լինել ձեռքերով, գործիքներով, տախտակներով, մակերեսներով, նույնիսկ ուղղակի շփումով։ Բոլոր ուղեցույցներն էլ որ նայում ենք, մի բան են ասում, կանխարգելման բանալին տարանջատումն է։ Տարանջատում։ Այսինքն ո՞նց։ Ինչ կոնկրետ բաներ պետք է անել։ Դե գործնական քայլերը շատ են, բայց հիմնական սկզբունքները սրանք են. առանձին գոտիներ ու սարքեր։ Պատրաստի սնունդը պիտի մշակվի հումից առանձին տեղում կամ գոնե հստակ մաքուր գոտում։ Այսինքն առանձին տախտակներ, դանակներ։ Անպայման։ Առանձին տախտակներ, դանակներ, ամեն ինչ։ Շատ տեղեր նույնիսկ գույներով են տարբերում։ Կարմիրը մսի համար, կանաչը բանջարեղենի, որ չշփոթեն։ Լավ։ Հետո սառնարանում ճիշտ պահելը։ Պատրաստին միշտ հումից վերև պիտի լինի, որ հանկարծ հում մսի հյութը չքաթի վրան։ Լավ կլինի առանձին սառնարաններում։ Մաքրում ու ախտահանում։ Եթե մի սարքը օգտագործում են թե հումի, թե պատրաստի համար, ինչը լավ չի, պետք է շատ լավ մաքրվի ու ախտահանվի ամեն անգամ օգտագործելուց հետո։ Մենակ լվանալը կարող է քիչ լինել։ Հա։ Ու վերջինը փաթեթավորումը։ Հումքի արտաքին տուփերը, արքաղերը պետք է հանել մինչև խոհանոց մտցնելը, դրանք էլ կարող են կեղտոտ լինել։ Այսինքն ամեն ինչ առանձին, սա երևի մարդկանց էլ է վերաբերում։ Անձնական հիգիենան էլ երևի շատ կարևոր է։ Բացարձակ։ Աշխատողի ձեռքերը կարող են այդ մանրեները փոխանցողը լինել։ Դրա համար ձեռք լվանալու կանոնները շատ խիստ են։ Երբ պետք է լվանալ։ Դե պարտադիր հում սննդին կպնելուց հետո, զուգարանից հետո, աղբին կպնելուց հետո ու ամենակարևորը պատրաստի սննդին կպնելուց առաջ։ Նույնիսկ դրա մարկրին կպնելուց հետո պետք է լվանալ, եթե հետո սննդի հետ ես աշխատելու։ Լուրջ։ Հա, ու լվացարանները պետք է նորմալ լինեն, տաք ու սառը ջուր, օճառ, ձեռքը չորացնելու հիգիենիկ միջոց, միանգամյա սրբիչ կամ չորացուցիչ։ Ու այդ լվացարանները մենակ ձեռքի համար են, մեջ բանջարեղեն չեն լվանում։ Հա, հասկանալի է։ Աշխատողները պետք է մաքուր, հատուկ հագուստով լինեն, գլխաշորով, ու հնարավորինս քիչ ձեռքով կպնեն սննդին, գործիքներով, ձեռնոցներով։ Իսկ եթե աշխատողը, չգիտեմ, հիվանդ է, հարբուխ ունի։ Տեխնիկական կանոնակարգը հստակ արգելում է։ Եթե վարակիչ հիվանդություն կա, հատկապես աղիքային կամ մաշկի վրա բաց վերք, թարախ, չի կարելի մտնել սննդի հետ աշխատանքի գոտի։ Բացի դրանից, բոլորը պարտավոր են պարբերաբար բժշկական զննություն անցնել։ Սա պարտադիր է։ Լավ, հասկացանք։ Տարանջատում, ձեռքեր, հագուստ, մյուս կարևոր բանը, որ անընդհատ ասում եք, մաքրությունն ու ախտահանումն է։ Էստե ինչ-որ շատ կոնկրետ բան կա։ Շատ կոնկրետ։ Բոլոր մակերեսները, սարքերը, գործիքները, որոնք սննդին կպնում են, պետք է հաճախ ու լավ մաքրվեն ու ախտահանվեն։ Հաճախականությունը կախված է նրանից, թե ինչքան են օգտագործում, բայց պետք է բավական հաճախ լինի։ Իսկ ինչ նյութերով։ Հաստատված անվտանգ քիմիական նյութերով, որոնք պահվում են սննդից առանձին։ Սպասք լվանալու համար էլ հատուկ պահանջներ կան, կամ լավ մաքինաներով, որ բարձր ջերմաստիճան են տալիս, ասենք 65 աստիճանից բարձր։ Կամ ձեռքով, հատուկ ձևով։ Հա, եթե ձեռքով, ապա հատուկ մի քանի բաժին ունեցող լվացարաններում որոշակի քայլերով ու վերջում պարտադիր տաք ջրով, էլի 65 աստիճանից ոչ ցածր, պարզաջրում, որ մանրեները մեռնեն։ Սարքավորումներն էլ պետք է հարթ լինեն, առանց չաքերի, որ հեշտ մաքրվեն։ Իդեպ չակած կոտրված եզրերով սպասք օգտագործել չի կարելի։ Հա, դա տրամաբանական է։ Մյուս մեծ ռիսկը, որ ասացինք, ջերմաստիճաններ, սառնարանային շղթա են ասում։ Ինչ է դա։ Դա շատ կարևոր հասկացություն է։ Նշանակում է, որ այն սնունդը, որը պետք է սառը տեղ պահվի, ասենք 5 աստիճանից ցածր, կամ սառեցված -18 կամ ավելի ցածր, պետք է անընդհատ այդ ջերմաստիճանում մնա, սկսած արտադրողից մինչև սպառող։ Այսինքն, եթե ճանապարհին մի քիչ տաքացավ, Վատ է։
Ամենափոքր խախտումն էլ, կարճ ժամանակով տաքանալն էլ կարող է մանրէների բազմացման պատճառ դառնալ ու սնունդը դարձնել վտանգավոր։ Կանոնակարգը պարտադրում է այդ շղթան չխախտել, ոչ միայն պահեստում, այլև տեղափոխելիս։ Հատուկ կանոններ կան նաև, թե ոնց պետք է եփած սնունդը արագ սառեցնել, որ քիչ մնա այդ վտանգավոր գոտում, 5-ից մինչև 60 աստիճանի արանքում, ու ոնց անվտանգ հալեցնել սառեցվածը։ Լավագույնը սառնարանում։ Ջերմաստիճանն էլ անընդհատ պետք է ստուգվի, ջերմաչափերը ստուգվեն։ Հասկանալի է, եւ օրենքում եւ հիմա անընդհատ հիշատակում էինք այդ WWHKK կամ HACCP համակարգը, մի քիչ բացատրեցիք, բայց մի քիչ ավելի པարզ կարող ենք ասել դա ինչ է ու ինչու է պարտադիր։ Դե պատկերացրեք, սա այսպես ասած ոչ թե հետևանքների դեմ պայքարը, այլ կանխարգելում, նպատակը խնդիրները կանխելն է, ոչ թե վերջում հայտնաբերելը։ HACCP պահանջում է, որ սննդի օպերատորը, լինի գործարան թե ռեստորան, իր ամբողջ process-ը քայլ առ քայլ վերլուծի։ Ինչ պետք է անի։ Նախ հասկանա ինչ վտանգներ կարող են լինել՝ կենսաբանական, մանրէներ, քիմիական լվացող միջոցներ, ֆիզիկական ապակի։ Հետո գտնի այն կրիտիկական կետերը, որտեղ հսկողությունը կենսական է այդ վտանգները կանխելու համար։ Օրինակ եփելը։ Օրինակ եփման ջերմաստիճանը, կամ սառնարանի ջերմաստիճանը կամ մաքրման process-ը։ Հետո այդ կետերի համար սահմանի հստակ չափանիշներ, ասենք միսը եփել մինչև ներսում 75 աստիճան լինի։ Հետո անընդհատ հսկի, որ այդ չափանիշները պահպանվում են։ Իսկ եթե չպահպանվեց, նախորոք պիտի պլան ունենա, թե ինչ է անելու, եթե խախտվեց, օրինակ, եթե սառնարանը տաքացել է, ինչ է անում։ Հետո պարբերաբար պիտի ստուգի, արդյոք իր սարքած համակարգը արդյունավետ է։ Ու այս ամենը պետք է մանրամասն գրի, փաստաթղթավորի։ Բավականին լուրջ համակարգ է թվում։ Այո, բայց դա պարտադիր է օպերատորների մեծ մասի համար Հայաստանում, որովհետև համարվում է ամենաարդյունավետ ձևերից մեկը անվտանգություն ապահովելու։ Այսպիսով, ունենք օրենքներ, մանրամասն կանոններ, նույնիսկ HACCP համակարգը։ Բայց ով է հետևում, որ այս ամենը մենակ թղթի վրա չմնա։ Ստեղ էլ, ինչպես ասացինք, գալիս է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՍԱՏՄ-ն։ Իրենց կայքը, որ նայում ենք, ինչ է երևում իրենց գործունեությունից։ Հա, ՍԱՏՄ-ն հենց այն պետական մարմինն է, որ պատասխանատու է վերահսկողության համար։ Իրենց կայքի կառուցվածքն էլ ցույց է տալիս ինչ են անում։ Կա վերահսկողություն բաժին, երևի ստուգումների մասին են գրում, արտահանում ներմուծում կա, նույնիսկ վերջին շաբաթվա թվերով։ Հա, տեսա։ Տնտեսվարողի գրանցում կա, որովհետև օպերատորները պարտավոր են գրանցվել։ Կարևոր է նաև, որ լաբորատոր ծառայություն բաժին կա, այսինքն կարողանում են նմուշներ վերցնել ու հետազոտել։ Ու երևի ամենաուշագրավը նորությունների բաժինն է, հենց այնտեղ են երևում այդ օրինակները, որ ասում էիք, այն հացի փռերի կասեցումը, որից սկսեցինք, հենց ՍԱՏՄ-ի աշխատանքի արդյունքն է։ Ճիշտ է։ Այսինքն երևում է, որ համակարգը գործում է ու եթե խախտում կա, ինչ-որ բան անում են։ Կարևոր է նաև, որ կայքում թեժ գիծ կա 118 ու օնլայն դիմումի ձև, այսինքն դուք էլ կարող եք ազդարարել, եթե խնդիր եք տեսնում։ Այո։ Բացի ստուգումներից ու դեպատժելուց, ՍԱՏՄ-ն նաև իրազեկման գործ է անում, կայքում օրինակ բրուցելիոզի դեմ պայքարի մասին կար ու բիզնեսին տեղեկացնում են գալիք փոփոխությունների մասին, ասենք ալկոհոլի նոր կանոնակարգի մասին։ Այսինքն ոչ միայն վերահսկող են, այլև տեղեկացնող, կանխարգելող։ Նաև իրենք են պատասխանատու, որ եթե վտանգավոր սնունդ է հայտնաբերվել, դրա հետ կանչը վերահսկեն։ Այս մարմինը կենտրոնական դեր ունի այս ամբողջ համակարգը կյանքի կոչելու գործում։ Դե ինչ, եկեք փորձենք ամփոփել։ Ինչ հիմնական բան հասկացանք այսօր այս բոլոր նյութերից ձեզ մեր ունկնդրի համար։ Տեսանք, որ Հայաստանում բավականին լուրջ համակարգ կա սննդի անվտանգության հետ կապված։ Սկսած օրենքից, որը հիմքն է սահմանում, մինչև շատ կոնկրետ կանոններ ու հիգիենիկ պահանջներ, ասենք ռեստորանների համար։ Խոսեցինք հետագծելիությունից, մակնշումից, որ պիտի հայերեն լինի, ժանկետները, ալերգենները նշվեն։ Քաչաձև աղտոտման կանխարգելումը շատ կարևոր էր։ Անձնական հիգիենան, մաքրությունը, ախտահանումը, ջերմաստիճան այդ սառնարանային շղթան։ Ու տեսանք, որ ՍԱՏՄ-ն էլ վերահսկում է այս ամենը։ Հիմնական բանը կարծում եմ այն է, որ համակարգը շերտավոր է ու նպատակը մեկն է՝ մարդկանց առողջությունը պաշտպանել։ Կրկնվող բանալի բառերն են՝ կանխարգելում, HACCP, տարանջատում, մաքրություն, ջերմաստիճան։ Ու որպես սպառող, այս ինֆորմացիան ձեզ ուժ է տալիս, չէ՞։ Անպայման, եթե գիտեք, որ մակնշումը պիտի հայերեն լինի, որ ալերգենները պիտի նշվեն, որ տեղական մսի դեպքում նույնիսկ սպանդանոցը կարող եք իմանալ, դուք ավելի տեղեկացված ընտրություն եք անում, ավելի պահանջկոտ եք դառնում։
ու գիտեք, որ խնդիր լինելու դեպքում տեղ կա դիմելու։ Ճիշտ է։ Սա նաև ցույց է տալիս, թե ինչքան մեծ է բոլորի պատասխանատվությունը՝ արտադրողից մինչև խանութի կամ ռեստորանի աշխատողի։ Այս կանոնները պահելը մենակ տուգանքից խուսափելու համար չի, այլ մարդկանց առողջության ու վստահության հարցը։ Համաձայն եմ։ Եվ վերջում, մի հարց ուղղակի մտորելու համար։ Մենք տեսանք, որ կան բավական մանրամասն, երբեմն բարդ թվացող համակարգեր, HACCP-ը, մաքրման հատուկ կանոններ, ձեր կարծիքով իրականում որքանով են այս համակարգերը հետևողականորեն կիրառվում Հայաստանի բոլոր տեսակի օբյեկտներում։ Մի բան է մեծ գործարանը, որ իր որակի բաժինն ունի, լրիվ ուրիշ բան փոքր ընտանեկան սրճարանը կամ նույնիսկ շարժական կետը, որոնք էլ են նշված կանոնակարգերում։ Ինչ խնդիրներ կարան լինեն, որ այս կանոնները ամեն տեղ հավասարապես կիրառվեն ու բոլորն էլ իմանան դրանց մասին, որ մի խոսքով բոլորս վստահ լինենք ինչ ենք ուտում։ Լավ հարց է, իրոք։ Շնորհակալություն այս կարևոր թեմայի շուրջ մեր այսօրվա խորքային քննարկմանը միանալու համար։ Մինչ նոր հանդիպում։